Մեզ բոլորիս նպատակը առաքելությունը, երկնքի արքայությունն է, հավիտենական կյանքն է։ Մենք բոլորս սրան պետք է ձգտենք։ Այդ երկնքի արքայության ճանապարհին ամեն մակը ինչ գործ ունի, ինչ առաքելություն ունի այս աշխարհում, յուրաքանչյուր մարդ ինքն է փնտրում եւ գտնում է, բայց աշխարհում իր տեղը գտնելուց առաջ նախ պետք է Աստծո արքայության մեջ տեղը գտնի, այսինքն ինքը պետք է գտնի իր մեջ երկնքի արքայությունը, հետո այդ երկնքի արքայության լույսով այս աշխարհում իր տեղը փնտրի, գտնի, տեսնի առանց երկնքի արքայություն ճանապարհից շեղվելու կարող եմ ինչ-որ մի բանի օգտակար լինել, հա, եւ եթե ինչ-որ մի բանին դու ամբողջովին տրվում ես եւ կտրվում ես երկնքի արքայությունից, ուրեմն դա չէ քո առաքելություն։ Ինչ որ դու անում ես այս աշխարհում պետք է իբարս Աստծո լինի։ Քո հոգու խաղաղության, հանուն երկնքի արքայության։ Եթե գտար ինչ-որ մի բան, որով կարող ես բարիք գործել, մի մասնագիտություն, մի աշխատանք, որով դու ինքդ նախ քեզ ես բարիք գործում, ուրախ ես, երջանիկ ես, այդ աշխատանքի մեջ դու քեզ ամբողջովին կարողանում ես ռեալիզացնել, լավ ես քեզ զգում այդ աշխատանքի մեջ, հոգիդ ապրում, ստեղծագործում ես, արարում ես, որտեղ Աստված արարիչ է, մարդն էլ է արարիչ, ստեղծագործող է, ամբողջովին դու կարողանում ես քեզ ռեալիզացնել, ուրեմն դու քո տեղում ես։ Ուրեմն ամեն ինչի մեջ թող այդ իրական ձգտումը իշխի, բարին գտնելու, բարին, ամեն ինչ փորձեցեք, բարին ամուր պահեցեք, ասում է Պողոս առաքյալը։ Ամեն